Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 20։ Աստծո ողորմությունը երբեք չի մարում։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստված անաչառ է։ Նա չի ցուցաբերում հատուկ վերաբերմունք սիրվածների հանդեպ, քանի որ նրա խոստումները չեն փոխվում սերնդեսերունդ։ Մենք կարող ենք խնդրել նրանից նույն շնորհները, որոնք նա տվել է իր ժողովրդին ամբողջ պատմության ընթացքում։ Տիրոջ ողորմությունը երբեք չի մարում, և յուրաքանչյուր հավատացյալ ապրել է նրա ողորմության մասը իր կյանքի ընթացքում։ Հետևաբար, երբ վախենում ենք, որ շատ հաճախ ենք մեղանչում Տիրոջ ողորմության դեմ, երբ թվում է, թե անցել ենք սահմանը և Աստված լքել է մեզ, երբ հուսահատվում ենք, ընկճված ենք անհաջողություններից, երբ մտածում ենք, թե Աստված մեզ մոռացել է կամ հետ է պահում իր սերը մեզանից անցած մեղքերի պատճառով, ամուր բռնենք այս ճշմարտությունը անկեղծ և զղջացող սրտով. Աստված երբեք չի փոխվում։ Տեսեք Աստծուն իր խոսքի մեջ, գրի առեք յուրաքանչյուր հիշողություն, թե ինչ է նա արել ձեզ համար անցած տարիների ընթացքում, այնուհետև քննեք Աստվածաշունչը և գտեք նրա ողորմության դրսևորումների այլ դեպքեր իր ժողովրդի հանդեպ։ Ներկայացրեք այս ցուցակները Տիրոջը և խոսեք նրա հետ ասելով. Տեր, դու չես կարող մերժել քո սեփական խոսքը, դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան։ Մենք հաճախ անպատրաստ ենք շտապում դեպի Աստծո ներկայությունը, մեր խնդրանքներն ուղղում ենք կրկոտ, բայց տատանվելով, որովհետև նրան մոտենում ենք միայն զգացմունքներով։ Մենք պետք է պատրաստ լինենք հասկանալու նրա խոսքը մեզ համար։ Մենք ճանաչում ենք Որդուն, ուստի կարող ենք կանգնել դատավորի առջև և բերել մեր սեփական փաստարկները նրան ասելով. Հայր, ես ոչինչ չունեմ քեզ բերելու, բացի քո խոսքից։ Դու խոստացար, որ ես կատարյալ կլինեմ Քրիստոսում, որ կպահես ինձ ընկնելուց և որ Հիսուսը կլինի իմ բարեխոսը։ Ով Տեր, ողորմիր և գթառատ եղիր իմ հանդեպ այս դժվար պահին։ Ամեն։ Ես իսկապես հավատում եմ, որ Աստված հրաշալիորեն փառավորվում է, երբ մենք նման համարձակությամբ մոտենում ենք նրա գահին և տեսնում ենք նրան իր խոսքի մեջ։ Կարծես նա մեզ պատասխանում է. վերջապես հասկացար զավակս և տեսար իմ մտադրությունները, որ ունեմ ձեր համար, այդպիսով ինձ փառավորում եք։